Այսօր իմ տաղավարի հյուրը գեղեցկուհի Իրինա Թովմասյանն է։ Ինքը գիտի, որ ես իրեն շատ եմ սիրում, իսկապես շատ եմ սիրում քեզ։ Գեղեցկության մրցույթից 7 օր առաջ Իրինան փոխում է իր որոշումը եւ հրաժարվում է մասնակցել մրցույթին։ Ես փոշմանում եմ մասնակցել այդ տարի։ Ինչպես ստացվեց, որ Իրինան հետո նորից որոշեց մասնակցել գեղեցկության մրցույթին եւ դարձավ հաղթող։ Մայրս էր, որ միշտ ասում էր, ախր ափսոս է, ինչի դու անցած տարի չգնացիր, գոնե այս տարի գնայր։ Առաջին ամուսնալուծությունից հետո անթիվ ծաղիկներ ու սիրո խոստովանություններ։ Ես ուղղակի արդեն սիրահարվել էի ծաղիկներ ուղարկողին, որտեղ այնքան ճիշտ ծաղիկներ էր ուղարկում։ Իրինայի կյանքի ամենամեծ ցավը հայրիկի կորուստն էր։ Դեկտեմբերին հայրս մահացավ։ Ինչպես է նա համակերպվում հայրիկի կորստի ցավի հետ։ Ես ունեի ամուսնուս, երեխաներին, քույրիկիս ու մամայիս։ Սա ամենակարևոր ուժն էր ինձ համար։ Ով է Իրինայի անակնկալ հյուրը։ 3 ամիս է նրանք չեն հանդիպել եւ հենց հիմա առիթ ունեք նորից իրար ողջունելու, ձեր կարոտը առնել, ինչպես ասում։ Իրինայի գաղտնի նամակը եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ով է նամակի հեղինակը եւ ինչ բովանդակություն ունի նամակը։ Խոստովանություն, ուրբաթ օրը 22:30-ին